10-րդ դարի երկրորդ կեսին Ամբերդը պատկանել է Պահլավունի իշխանական ընտանիքին և այդպիսին շարունակել է մնալ 11-րդ դարի առաջին կեսի ընթացքում և փաստորեն ստացվում է, որ Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանում սպարապետական պաշտոնը զբաղեցնող Պահլավունիները տնօրինել են այս կարևորագույն բերդը։ Բագրատունյաց թագավորության շրջանում մենք շատ լավ գիտենք, որ Արարատյան դաշտը և Շիրակի դաշտը եղել են թագավորության սիրտը և պատահական չէ, որ Ամբերդը պետք է պատկաներ սպարապետական իշխանությունն իր ձեռքը պահող Պահլավունների իշխանական ընտանիքին։ Եվ այստեղ նաև մենք տեսնում ենք, որ Բերդաքաղաքի տարածքում կառուցված կաթողիկե եկեղեցու մեջ պահպանվել է արձանագրություն եկեղեցին 1026 թվականին կառուցած Վահրամ Պահլավունու մասին, որ նա է հենց եկեղեցին կառուցել, այդ թվականին կառուցման աշխատանքներն ամբողջացվել են։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։